Կշեռք, ներդաշնակության արվեստ։ Կշեռքները վայելքի ու գեղեցկության սիրահարներ են, նրանցում կա նրբաճաշակություն, բարեհամբերություն ու հանգստացնող հմայք։ Սա պատահական չէ, կշեռքներին կառավարում է Վեներան, սիրո, գեղեցկության ու հավասարակշռության մոլորակը։ Կշեռքների ուժեղ կողմերն են դիվանագիտությունը, ճաշակը, ճիշտ բառ գտնելու կարողությունը, կշռադատում են ճիշտ և օբյեկտիվ խորհուրդներ են կարողանում տալ։ Ստրեսի ներքո կայունություն ունեն, նրանց հետ ամեն ինչ գեղեցիկ է, հարմար և արդար։ Կարևոր հիշեցում. կշեռքը հաճախ խուսափում է հակամարտությունից և փորձում է բոլորին գոհացնել։ Սա աշխատում է մինչև սահմանների խախտումը, երբ դա տեղի է ունենում, արթնանում է ձեր սառն ու հստակ միտքը, վճռական և ուղիղ։ Հարաբերություններում ձեզ պետք է փոխադարձություն, հարգանք և գիտակցված ընտրություն։ Սերը ձեր մոտ երկխոսություն է, ոչ թե մենախոսություն։ Սահմանները պետք է լինեն հստակ և հարգալից։ Մասնագիտական դաշտում փայլում եք այնտեղ, որտեղ միավորվում են մարդիկ ու գաղափարները՝ դիզայն, ոճ, իրավաբանություն, հոգեբանություն, մարքեթինգ, արվեստի կառավարում։ Ձեր էսթետիկական մտածողությունը մեծ կապիտալ է աշխատանքի մեջ։ Ի՞նչն է խանգարում կշեռքներին։ Խանգարում է վեճերից վախը, անվճռականությունը, բոլորին դուր գալու ձգտումը։ Իսկ ի՞նչն է օգնում։ 3 հարց։ Կանոն. սա գեղեցիկ է, արդար է, համապատասխանում է ինձ։ Օգնում է նաև շնչառական մարմնային պրակտիկաները ավելի լավ կենտրոնանալու համար և իհարկե կարողանալ ոչ ասել առանց մեղքի զգացման։ Հիշեցում կշեռքներին. ձեր առաքելությունը բոլորին գոհացնելը չէ, ձեր տաղանդը կապ ստեղծելն է գեղեցկությամբ, խոսքով և ներկայությամբ։ Մնացեք ձեր բարի, բնական դաշտում՝ ներդաշնակությամբ, արդարությամբ և գեղեցկությամբ։